իսկապես կանայք միշտ զգում են դավաճանությունը կամ առնվազն հետաքրքրվածություն իրենց զուգընկերոջ այլ մեկով։ Նախ փոխվում է վերաբերմունքը։ Փոխվում է վերաբերմունքը այնքանով, որքանով որ այն սովորական բառերը, սովորական գործողությունները, սովորական դրսևորումները, որոնք որ նա տարիներ շարունակ կրել է իր վրա, զգացել է իր զուգընկերոջ կողմից, կարծես թե հետս հետե սկսում են նվազել եւ գալիս է մի պահ, երբ դրանք հասնում են այսպես նվազագույնի։ Ուստի սա այն տագնապային զանգն է, որը որ արթնացնում է կնոջ հետախուզական այսպես կարողությունները, հա, եւ երբ ես ասում եմ հետախուզական կարողություններ, դա բնավ չի նշանակում այսպես առարկայական բուն հետախուզություն ծավալելը, այլ ներքին ինտուիտիվ զգացողությունները եւ այդ զգացողությունները տանում են կնոջը ստեղծելու տարբեր իրավիճակներ, որտեղ որ նա կստուգի իր կասկածները։ Ուստի սա է այն հիմքը, երբ կինը զգում է իր տղամարդու կյանքում որևէ այլ հետաքրքրության առաջացմանը։ Բայց ամենաառաջին եւ կարևոր նախապայմանը տղամարդու բառապաշարի փոփոխությունն է։ Եթե կանայք զգում են տղամարդու բառապաշարում նոր բառեր, խոսակցական նոր ոճ, ինչ-որ բարձ ստորադասական նախադասություններ, հա, որը նախկինում հատուկ չի եղել տվյալ տղամարդուն, ապա սա եւս այսպես տագնապային ինդիկատոր է, այո, որին պետք է անպայման ուշադրություն դարձնել։